Բարև ձեզ սիրելի Աստծո ժողովուրդ։ Ողջույններս։ Աստված շատ օրհնի բոլորիդ։ Նույնպես հարց ունենք պատասխանելու։ Սա էլ շատ հետաքրքիր հարց է։ Ես ձեզ լավ չհասկացա։ Հիսուսը չի գալու կամ հակառակ Քրիստոսը։ Եվ մի հարց էլ ունեմ։ Ես ինձ ինչ հիշում եմ, Աստծուն ճանաչում եմ, բայց իմ մեջ փոփոխություն եւ վերստին ծնունդ չկա։ Ինչն է պատճառը։ Այնքան շատ պատճառներ կան։ Սկզբից պատասխանենք, ոնց որ ստե 3 մասի է բաժանում ձեր հարցը։ Հիսուսը գալու է թե չէ կամ հակա Քրիստոսը, ու երրորդն էլ ապաշխարությունը ձեր, փոփոխությունը ձեր կյանքի։ Տեսեք, սկզբից ասենք Հիսուսը գալու է թե չէ։ Հիսուսը չի գալու, հարց եք տալի դուք։ Տեսեք, առաջի Թեսաղոնիկեցիների 4:14-ը, 4 գլուխ 14-րդ խոսքն եմ կարդում։ Որտև սա ենք ասում ձեզ Տիրոջ խոսքովը, թե մենք, որ կենթանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը, ննջեցյալներիցը չենք առաջանա։ Պողոս առաքյալը ասում է աշակերտներին Թեսաղոնակեցիների եկեղեցում եւ վերջապես այսօրվա վիճակով էլ մեզ ասում։ Այսինքն ասու խոսքը երեք այսօր հավիտյան նույնն է, չի փոփոխվում։ Հիմի այս տվյալ պահին Պողոս առաքյալը ասում է Թեսաղոնակեցիների եկեղեցում է ուղղում այս խոսքը։ Մենք որ կենթանի մնացած ենք, չէ՞։ Թե մենք որ կենթանի մնացած ենք, մինչև Տիրոջ գալը։ Ինչ է նշանակում։ Թեսաղոնակեցիների եկեղեցին մինչև այսօր կենթանի է, հələ տերը չի եկել։ Մարմնավոր հասկացողությամբ, գրի հասկացողությամբ հələ չի եկել տերը։ Բայց Պողոս առաքյալն ասում է մենք որ կենթանի ենք մինչև Տիրոջ գալը։ Սիրելի քուրս եւ եղբայրս, սա մարմնավոր եթե հասկանանք Բաբելոն առաջացնում մեր մեջ, այսինքն խառնաշփոթություն։ Հարցերա լիք առաջանում ու անպատասխան են մնում այդ հարցերը։ Ինչի համար, որովհետեւ մարմնավոր հոգեորին հակառակ է, չես կարա մարմնավոր պատասխանես այդ հարցերին։ Բայց սրա հոգեորը ունի իր պատասխանը, իր կոնկրետ յուրահատուկ բաները, հոգու մեկնությունները։ Մենք որ կենթանի մնացած ենք մինչև Տիրոջ գալը։ Տերը Հիսուս Քրիստոսը գալիս է։ Հիսուսը խոսքն է։ Խոսքը իմ մեջ եկել է 35 տարի առաջ։ 35 տարի առաջ խոսքը եկել է իմ մեջ։ Դա Հիսուսն էր։ Դա Հիսուսն էր, եւ այդ խոսքին ես հանեցի երկինք, ինքը համբարձվավ երկինք։ Խոսքը ինձի ասեց, պատմությունը, խոսքը, ամեն մի Աստվածաշնչի խոսքը ես հասկացա, կարդացի մարմնավոր, ոնց որ Հիսուսը մարմնով եկավ աշխարհ, եկավ իմ աշխարհը մարմնով։ Եվ երբ որ նույն խոսքը գնաց իմ հոգևոր աշխարհը, երկինք գնաց, հոգևոր աշխարհը երկնային աշխարհն է, երկրավորը չի։ Երբ որ գնաց խոսքը նույն երկինք, արդեն երկնքի երկնավոր դարձա ես։ Արդեն Տիրոջ գալուստը հոգևոր էր իմ մեջ։ Արդեն երկրորդ գալուստը հոգևոր է։ Առաջի գալուստը եղավ մարմնավոր, երկրորդը մարմնով գալու է իմ մեջ։ Երկրորդ գալուստը հոգևոր է արդեն։ Որտեղ հոգին է կյանքը, մարմինը շատ չունի գրված Աստվածաշնչի մեջ։ Քրիստոսն եկավ խոսքը ասես, սովորեցրեց, հիմա խոսքը ես կատարեցի, արդեն դու երկնային քաղաքացի ես։ Իսկ եթե դու խոսքը, օրենքը երկրորդ գալուստին սպասում ես, հələ չի եկել քո մեջ երկրորդ գալուստը, այսինքն խոսքը հոգևոր հələ չես հասկանում, դու մեղք ես գործելու։ Դու չես կարա չգործես մեղք, որտեղ օրենքը պահող կատարող չկա։ Հոգին է կատարողը։ Իսկ հոգին երկրորդ գալուստն է Քրիստոսի։ Հասկացա՞ք, չէ՞ միտքը սիրելիներ, սիրելի հարց տվող։ Տեսեք, Մատթեոս 24-ի մեջ շատ բարձ տալիս է այս մասին։ Տիրոջ երկրորդ գալուստի մասին։ Երբ որ Տիրոջ երկրորդ գալուստը լինի, կլինեն պատերազմներ, սովեր, մահտարաժամներ։ Ինչ է նշանակում, երբ որ խոսքը, առաջի խոսքը, Քրիստոսը, գիրը եկավ իմ մեջ, ու ինձ ասեց մի գողացի, բայց ես գողանումի։ Այն մի գողացին խոսքը պատերազմ բերեց իմ մեջ։ Գողացիրի դեմ։ Գողացիրն ու մի գողացիրը արդեն ելան իրար դեմ։ Ազգ ազգի դեմ էլավ, այնի գողության ազգը, սատանայի ազնա, չգողանալու ազգը,
Հիսուսի Աստվածային ազնա։ Էլան իրար դեմ ես, ազգի դեմ։ Երբ որ ես իմ մեջ տենում եմ, որ ես առաջ հանգիստ գողանում էի, իմ մեջ չկար ոչ հանդիմանություն, ոչ արգելք, գողանում էի ես։ Սուտ էի ասում, ատմի, ամեն չարություն անում էի ես։ Բայց երբ որ դրանց դեմ օրենքը, խոսքը եկավ իմ մեջ, ու ես տեսա իմ մեջ պատերազմը, վայ արա, գողություն, չպետք է գողանամ։ Վայ պետք է չհատեմ ես մարդուն, ես չարությունը չպետք է անեմ, Տերն ասում մի արա, սրանք պատերազմներ են, սրանք ազգեր են, որ իրար դեմ են ելնել։ Այն ժամանակ ասում եք իմանաք, որ ձեր աշխարհի վերջն է, Տիրոջ երկրորդ գալուստը, հոգևոր գալուստը մոտ է։ Պատերազմների ժամանակ չի ասում, պատերազմ կլինի դու կհաղթես, Քրիստոսը երկրորդ գալուստը կգա նոր կհաղթեմ ես։ Բայց մինչև Քրիստոսի գալուստը պատերազմներ պետք է լինեն։ Եթե սիրելի քույրեր, այսօր դու բամփասում ես ու զգում ես պատերազմ քո մեջ, խշմտանքդ քեզ ասում է, չպետք է բամփասեիր, այդ չեմ բամփասելու վերջ, բայց պահա գալի ախրին չար մարդի մասին խոսում է, չար բան։ Ախր դու ոնց լուր մնաս, պատերազմը ասում է, բամփասա, չար ազգը։ Բարի ազգը ասում է, չէ, լռի, լուր մնա, մեղ կա բամփասելը, մի բամփասա։ Ու սենց ես պատերազմը հետմա ձեր մեջ իմացի, որ Տիրոջ գալուստը մոտ է։ Սա նշանն է Տիրոջ գալուստի։ Մատթեոս 24-րդ գլուխը խորհուրդ եմ տալիս ես սկզբից մինչև վեր ուշադիր կարդացեք։ Բա սովը։ Ինչ է։ Հոգևոր սովը։ Հոգևոր սովը Աստծո խոսքի սով է, եթե քո մեջ զգում ես Աստծո խոսքի սով, քնելուց առաջ ինչքան էլ հոգնած ես ուզում ես կարդաս։ Միտեղ քարոզենան եմ, ես որ նոր էի հավատի, մեջ տելևիզորով են վիդեո կասետներ կային, հենց հոգևոր քարոզներ բաներն եմ, սովածի պես sense, թողում եմ ամեն ինչ այդ մեի դրան որ լսեի։ Սա Աստծո սովն է։ Սով կզա։ Եթե սով չես զգում, հա խոսում է, դա դե կիրակի օրը կեթան կլսեմ, էլի պաշտանքի։ Սով չունես, քո աշխարհի վերջը չի լինի, Քրիստոսն էլ չի գա ու դու էլ չես ապաշխարի։ Այսինքն կլնես նույն այն հին մարդը, կլնես օրենքով մեղքից հեռու մնալ, ուզենաս օրենքով հեռու մնաս, բայց օրենքը նորից եմ կրկնում, կատարող չկա, պահող չկա, չես կարող ազատվես դու այդ մեղքից։ Մենակ Տերը պետք է գա հոգիով քո մեջ, որ դու օրենքից ազատվես ու կատարես դա։ Առաջի Պետրոս 5-րդ գլուխ 8-րդ խոսքը։ Տեսեք ինչ է ասում։ Արթուն եղեք, հսկում արեք, որովհետև ձեր ոսող թշնամին Սատանան գորոզ արյուծի պես ման է գալիս եւ որոնում է թե որին կուլ տա։ Հակա Քրիստոսը, որ ասում է Քրիստոսը կամ հակա Քրիստոսը չի գալու։ Հակա Քրիստոսը հենց էսա գորոզ արյուծի նման զգուշ մնացեք, ասում է մանա գալի թե ում կուլ տա։ Այսինքն հակա Քրիստոսը, Քրիստոս նշանակություն, բարի խոսքը բարի կատարելն է, ի կատար ածելն է բարի։ Սա Քրիստոսն է, որը փրկություն է, փրկում է քեզ։ Բայց ասում է Սատանեն հակառակորդը այդ ձեր բարին մռնչացող գորոզ արյուծի պես փնտրումա թե ում կուլ տա, այսինքն ում այդ օծությունից հեռու պահի, ում գցի մեղքի մեջ։ Եղել է սա մեր կյանքում, թե չէ։ Ուրեմն եկել է հակա Քրիստոսի, ինչ հակա Քրիստոսի ենք սպասում։ Եղել է մեզանից 100,000 տարի առաջ, 2000 տարի առաջ, առաքյալներին, Պողոս առաքյալին եկել է այդ հակա Քրիստոսը, որ իրանք փոխվել են։ Իրանք խոսքը ընդունում էին Քրիստոսին, որտեղ Քրիստոսը իրանց հետ քայլում էր երկրի վրա, 3.5 տարի քայլեց։ Բայց իրանք դավաճանեցին Քրիստոսին, վախեցան, փախան, չէին կատարում շատ խոսքեր Քրիստոսի։ Ինչի համար, որտեղ դեռ երկրորդ գալուստը չէր եկել Հիսուսի իրաց մեջ։ Առաջի գալուստն էր դա։ Խոսքն էր։ Եվ երբ որ Քրիստոսը հարություն առավ, երկրորդ գալուստը Պենտեկոստեի օրը Սուրբ Օգիով եկավ իրանց մեջ, արդեն իրանք ոչ դավաճանեցին, ոչ վախեցան, ոչ փախան։ Մինչև անգամ Յոյ երթած գրքի մեջ Պետրոս առաքյալն ասում է, ինձի գլխի վրա խաչեք, ես արժան չեմ Քրիստոսի իմ տիրոջ պես խաչվելու։ Տեսեք, վախ չկար իր մեջ։ Ինչի համար, որտեղ Քրիստոսը երկրորդ գալուստով եկել էր իր մեջ։ Հոգին էր իր մեջ, արդեն ինքն էլ մեղ չէր գործում։ Ասում հոգուց ծնվածը ուզենա էլ մեղ գործի չի կարա։ Իսկ առաքյալները Քրիստոսի հետ քայլումին այդքան հրաշքներ տենում են, Պետրոսը ուրացավ։ Վախեցան Գեցսեմանի այգուց փախան աշակերտները։ Հասկացեք, սիրելի քույրեր եւ եղբայրեր, այն ժամանակ էլ Քրիստոսի առաջի գալուստն ելավ, երկրորդն եղավ, որ սրբվեցին իրանք։ Այսօր էլ նույնն է, երեգել, վաղնել, նույնը լինելու է։ Հիսուսը գալի ծնվում է իմ մեջ, մարմնավոր հարություն առնեմ եւ երկրորդ գալուստը հոգիով է գալի իմ մեջ ու սրբում մաքրում է ինձ, արդեն վախը, արդեն Աստծո խոսքի համար ոչ մի արգելք իմ մեջ չի լինի, որտեղ Պողոսի խոսքերով ասած ոչ թե ես, այլ Քրիստոսը։ Արդեն Քրիստոսն է մեր մեջ։ Դրա համար մենք հաղթում ենք աշխարհին։ Ինչ նշանակեց ձեր հարցից, սիրելի հարց տվող։ Եվ Հիսուսն է եկել
եւ հակաքրիստոսն է եկել մեր մեջ։ Եթե իհարկե եկել է, կան մարդիկ, որ նորից եմ կրկնում ես խոսքը, որ կեթանք եկեղեցի դե կլսենք, էլի ասու խոսքը, էլ ինչ բան անենք։ Ինչ լսենք, դե հերիքա կարդամ հեսա հեկուց եղբայրը քարոզի, կամ մեկը քրոջը կնոջը իրավունք չկա խոսալու, մարմինն էսա, որը սպանում է։ Եթե այդ վիճակի մեջ ես դու մեղքերի մեջ էլ կմնաս։ Այսինքն չես կարա մեղքերից ազատվես։ Քեզ ազատողը Քրիստոսն է, որ դու պետք է Քրիստոսին ընդունես հոգեով, այս խոսքերը ընդունես հոգեով ու հոգեով հասկանաս։ Տեսեք, իսկ երկրորդ ձեր հարցը, վերջի հարցը, այսինքն ինչ Քրիստոս, ինչ հիշում եք հավատքի մեջ եք, բայց ձեր մեջ ոչ մի փոփոխություն չկա։ Ինչն է պատճառը։ Վերստին ծնունդ չկա, ինչն է պատճառը։ Տեսեք, ես կարդամ Հովանես Առաքյալի, ամեն ինչ Աստվածաշնչով կարդամ, որ հասկանալին է, էլի, որ եւ Աստվածաշնչի հոգեվոր մեկնությունը, որ ձեր մեջ ընդունեք դուք դրան, որ ապրեք դրանով, ու դուք տեսնեք արդեն փոփոխությունը։ Մինչև այսօր չեք տեսել, որ դե մարմնավոր եք ապրել, գրով եք ապրել։ Նորից ու նորից եմ կրկնում, Հռոմեացիների գիրքը կարդացեք։ Չկա, մարմնով փրկություն չկա, չեք էլ կարա, Կորինթացիների ամբողջ բաների հետ մասին է խոսում։ Հովանես 3-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Առաջի Հովանես կներեք։ Չէ, առաջի Հովանեսը չկներեք, հենց Հովանեսը։ Հովանես 3-րդ գլուխ 3-րդ խոսքը։ Հիսուսը պատասխանեց եւ ասաց նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, եթե մեկը վերստին չի ծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Նիկոդեմոսին ասում Հիսուսը, եթե կարդացել եք կիմանաք էս։ Եթե մեկը վերստին վերևից չծնվի, Աստծո արքայությունը չի կարա տենա։ Այսինքն ո՞ց վերևից ծնվի։ Նիկոդեմոսը շարունակության մեջ ասում է, ի՞նչ է, մտնեմ մորս որովայնի նորից ծնվեմ։ Ոչ, ասում է, մարմինից ծնվածը մարմինա ծնվել ես արդեն, պետք է վերևից ծնվես, հոգուց պետքա ծնվես։ Եվ խոսքը, որ դու կարդացել ես, գիրը, պատմությունը, դա մի ուրիշ ծնունդ է, բայց որ այդ գիրը, պատմությունը հոգևոր ես դու հասկանում, գրի, հոգին ես, ներսն ես դու տեսնում, արդեն քո մեջ ես տեսնում էդի, արդեն դա վերստին ծնունդ է, հոգևոր հասկացողություն է։ Եթե հոգևոր հասկացողությունը ունեցար, արդեն երկնքի արքայությունը կտեսնես, կմտնես։ Մի առաջի Հովանես 3-րդ գլուխ 9-ն է, չէ՞, ոնց որ 9-րդ խոսքը։ Ամեն ով որ Աստվածանից է ծնված, մեղք չի անում, որտեղ նրա սերմը նրանում է մնում եւ չի կարող մեղանչել, որտեղ Աստվածանից է ծնված։ Աստծուց ծնվածը մեղք չի գործի, հոգուց ծնվածը մեղք չի գործի։ Ինչ է նշանակում Աստված։ Աստծուց ծնված, ո՞նց է Աստծուց ծնվել է։ Աստված սեր է։ Մենք ամենքս գիտենք, Աստված սեր է։ Եթե դու սիրուց ես ծնվել, քո ամբողջ հասկացողությունը սերն է, դու ուզենաս էլ մեղք գործես չես կարա։ Աստծուց ծնվածը ուզենալ մեղք գործի չի գործի։ Սիրուց ծնվածը։ Եթե դու սիրում ես դիմացինիդ, կնոջդ, ծնողներիդ, քուր աղբերներիդ, քո երեխեքին, եթե սիրում ես, մեղք կգործես իրանց հանդեպ։ Չես գործի, հասկանում ես, սիրուց ծնվածը չի կարա մեղք գործի։ Բայց դու այսօր մեղք ես, այսօր մեղք եմ գործում եկեղեցու կամ այն մյուսի դեմ, խի, որտեվ չեմ սիրում իրան։ Սիրուց ծնված չեմ, սերը չկա իմ հանդեպ իրաց մեջ։ Դրա համար ասում եմ, երկինքի արքայությունը չի մտնի, ով սիրուց չի ծնվել։ Եվ վերջի տեղն էլ կարդամ, սիրելիներ, Գաղատացիների 4-րդ գլուխ 29-րդ խոսքը։ Բայց ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմանե ծնվածը հալածում էր նրան, որ հոգու կողմանե է, այնպես էլ հիմա։ Տեսեք, ամբողջ բաների պատասխանը, մարմնի կողմանե ծնվածը հալածում էր հոգու կողմանե ծնվածին։ Այսինքն եթե քո մեջ փոփոխություն դու չես տենում, մարմնի կողմանե ես ծնված։ Դու հալածում ես արդարությանը, բարությանը, այսինքն փոփոխություն չկա քո մեջ։ Որ չարին համբերես, ներես, չկա այդ փոփոխությունը։ Ինչի համար, որտեղ մարմնից ես ծնված, մարմնի գրից ես ծնված, գրով ես ծառայում, օրենքով ես ուզում ծառայես Աստծուն։ Դրա համար հալածում ես հոգով ծառայողների։
Երկնքից հոգուս պետք է ծնվես, սիրելի քույրիկ, այդ քո հարցը տալու համար, ասես փոփոխություն չկա, ինչի՞ց է, որտեղ մարմնավոր ես հասկանում, պատմություն ես հասկանում Աստվածաշունչը։ Պատմություն այսօր մենք դպրոցից շատ պատմություն ենք անցել, կարդացել, ինչ օգուտ է տվել մեզ։ Ոչ մի, ոգևորվել ենք մենք այդ պատմությունով, վայ սենց, վայ նենց ա եղել, բայց ոչ մի օգուտ չի տալի։ Բայց եթե այդ պատմությունը հոգիով քո մեջ տեսնես, այդ արդեն քո կյանքը կփոխի։ Հասարակ բան, տեսեք, միշտ այս օրինակը ասում եմ Աստվածաշնչից, Աստված ասեց. «Սպանի ամաղեկացիներին», Սավուղին ասեց։ Մեր ու մանուկ սպանի, կրծքեր երեխուց մինչև ծերը սպանի։ Բոլորին սպանի։ Ես առաջի անգամ որ գրով էի կարդում Աստվածաշունչը, նոր էի հավատքի մեջ, ինձ գայթակղեցնում էր այս միտքը։ Այ քեզ բան, Տեր Աստված, դու սեր ես, ո՞նց թե սպանի, երեխեքը ինչ են արել որ սպանես իրանց։ Հարցնում էի եղբայրներին, Աստված տենց ուզեց, ինքը բարի է, մի բան գիտի, այդ երեխան որ մեծանար, մեգա իրան չէր պաշտելու, դրա համար ասում էր, սա պատմություն էր, սա ինձ օգուտ չէր տալի, սա իմ մեջ առաջացնում էր, որ Աստված մի հատ դաժան բռնակալ է, սպանա, ջարդափշրակ, քանանի 7 ցեղերին կոտորա, դունդե ապրի, Իսրայելին ասեց։ Բռնակալ է Աստված, բայց որ սա ես վերևից ծնվա արդեն սկսեցի հոգևոր հասկանալ, որ իմ միջի Քանանը, իմ միջի Եգիպտոսը, իմ միջի ամաղեկը, բնագրով, հոգևոր բնագրով թարգմանվում է վեճ կռիվ ամաղեկը։ Աստված ասում է վեճին կռվին քո մեջ, մեր ու մանուկ սպանա, արմատախիլ արա, թող քո մեջ վեճ կռիվ չմնա ընդհանրապես։ Հո ես հասկացա Աստծո արդեն։ Հասկանում եք, իմ միտքը փոխվեց, արդեն ես վերստին ծնվա, երկնքից ծնվա։ Արդեն ես մեր գործողին չէի դատը։ Չէի բան pasը, որտեղ վերևից եմ ծնված, գիտեմ նույնն էլ ես եմ, նույնն էլ ամեն մարդն է, ինքը իր հոգևոր ցածր հասակի մեջ է կաճի, դրա համար ես չէր դուրս գալի իմ բերանից դատը։ Խի դատ եմ երեք նույնն էլ ես էի անում ախը։ Այսօր էլ չեմ անում, ինքն էլ վաղը չի անի։ Ինչ խի դատ եմ։ Հասկանում եք, այս վերստին ծնված հասկացողությունը քեզի մեղքից ազատագրում է։ Ու ամբողջ Աստվածաշունչը սիրելի հարցով, այս երկրորդ հարցը անպատասխան մնաց ձեր որովհետև ամբողջ ձեր կյանքի ընթացքում է կատարվելու։ Վերևից ինչի համար ծնվեցիք, դրա համար դուք մարմնավոր արտացոլելու եք, կատարելու եք։ Ներսով դու ինչ սիրեցիր, դրսևանց դա անելու ես։ Գողությունը սիրեցիր, գողանալու ես, ընդունեցիր գողությունը, կատարելու ես անպայման։ Ընդունեցիր ողորմություն տալը, տալու ես անպայման։ Ընդունեցիր ներելը, ներելու ես անպայման։ Հիսուս Քրիստոսն ասաց, բաժակի ներսը մաքրեք, դուրսը կփայլի։ Ես այս բաժակը կեղտոտեմ դրսից, ինչքան էլ ներսը փայլացնեմ, կփայլի դուրսը, չի փայլի։ Հասկանում եք, եսի ֆիզիկապես օրինակ չասեց Հիսուսը, ոչ թե սխալ օրինակ ասեց, այլ ֆիզիկապես չէր խոսում ինքը։ Բաժակը մենք ենք, պնակը մենք ենք, որ լսվում է մեր մեջ կյանքը։ Եթե մեր ներսը մաքրենք, հոգևոր սարքենք մեր ներսը, մեր դուրսը կփայլի, այսինքն մեր գործերով մենք ցույց կտանք մեր ներսը։ Ոմանք ասում են, ես ինչ աթեիստները, ես ինչ օրինակ ա բերել, ցեխոցրես մի հատ բաժակ, ասես, լար մեջ ինչքան ուզում ես մաքրա, տենակ դուրսը ոնց կփայլի։ Որտեվ մարմնավոր էին հասկանում, դա հնարավոր չի։ Հակառակ են մարմինն ու հոգին իրար։ Դրա համար հոգևոր, հոգուս ծնվեք, հոգուս ծնվեք անկախ ձեզանից, արդեն ձեր ջանքով չի լինի, անկախ ձեզանից ձեր ներսը կփոխվի։ Անկախ ձեզանից դուք կսիրեք, փոխվի ձեր ներս աշխարհներ, խաղաղություն կգա, դուրսն էլ գործերն էլ արդեն բարի գործերով կլցվեք ու ձեր ասած փոփոխությունը արդեն կտեսնեք։ Չէ՞ դուք վերջում ասում եք, բայց իմ մեջ փոփոխություն ու վերստին ծնունդ չկա։ Ինչն է պատճառը։ Որտեղ փոփոխություն տվողը Քրիստոսն է, հոգին է։ Դուք հոգիով ընդունեք Աստվածաշունչը։ Ամեն։ Այսքան երևի։ Աստված շատ օրհնի։ Աստված ձեզ շատ օրհնի։ Գրեք, զանգեք։ Մնաք Աստծո խաղության մեջ։ Ամեն։ Տերը ձեր հետ։